Եթերում update լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես Դանիայում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կարծրուցել են Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Կողմերն ընդգծել են Թրամփի նախաձեռնած Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների նշանակալիությունը, վերահաստատել պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը խաղաղության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կարևորել են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության օգուտները, քննարկել Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացման և Հայաստանի տարածքում TRIP նախագծի իրականացման առաջընթացը, մտքեր են փոխանակել Վաշինգտոնի հռչակագրի իրագործման շուրջ։ Այս մասին առավել հանգամանալից դիտեք վերլուծական հատվածում։ Շարունակենք։ Վարչապետը Դանիայում հանդիպել է արտերկրի գործընկերների հետ, այդ թվում Եվրոպական խորհրդարանի նախագահի, Ֆրանսիայի ու Չեռնոգորիայի նախագահների հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին։ Երկրների առաջնորդներին դիմավորել է Դանիայի վարչապետը, ապա կայացել է գագաթնաժողովի լիագումար նիստը, որին հաջորդել է մասնակիցների համատեղ լուսանկարը։ Այլ թեմաներ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը կքննարկվի ոչ թե լիագումար նիստում, այլ փակ լսումների ընթացքում։ Ազգային ժողովի նախագահն է հայտարարել։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ անդրադարձել է Ալեն Սիմոնյանի պնդմանը, թե հանձնաժողովի զեկույցը ներկայացնելու ժամկետները խախտված են, հետևաբար այն չի կարող ներկայացվել լիագումար նիստում։ Զեկույցը պետք է մտնի լիագումար նիստ, եթե այլ տարբերակով է քննարկվում, նշանակում է զեկույց չկա, ասել է Քոչարյանը լրագրողների հետ զրույցում։ Վերջին հաշվով նպատակը, զեկույցի նպատակը ունենալ զեկույց, ցանկացած լուծում իրավական պետք է ձգտի ինչ-որ նպատակի։ Մեր նպատակը ունենալ զեկույց, որի մասին անընդհատ խոսում են, եւ ամեն ինչ անում են, որ այդ զեկույցը հանկարծ չհայտնվի։ Հիմա նայեք, տեսեք, ընդդիմությունը մի հատ ձեն չի հանում։ Ժողովուրդն անդադ գրում է, այսօր ինչ-որ բանագրեր են, որում արդեն շատ հիմնավորված, ինչ-որ կոնսուլտացիաներ կան եւ նաեւ տեղեկատվություն զեկույցից։ Lurrer.com-ը ումն է։ Կա այստեղ ինչ-որ մեկը, նրանք էլ արտատպել են այլ բանով եւ այլն։ Խնդիրը դրա մեջ չի։ Նպատակը զեկույցն է, զեկույցը կա։ Զեկույցը իհարկե, պարոն Սիմոնյանը ճիշտ ասում, sense tenants հասարակության համար հասանելի պիտի դառնա։ Գամ անալոգիան դրա, փաստավակ խմբի 5 զեկույց, որի տակ իմ բոլոր 5-ի տակ իմ ստորագրությունները կան։ Ընդ որում մեկն է, որի ընդունումից հետո Համլետ Թադևոսյանի լուծարվեց փաստավակ խումբը, բայց զեկույցները հրապարակելուց հետո միեդի որոշման մեջ փաստավակ խմբի զեկույցներին նայել, չէ՞ հղումները։ Պատկերացնում եք, եւ հիմա այս զեկույցը սենց մենք դարձնենք ֆուտբոլի գնդակ, սենք տաշել։ Որոշում կա այս ամենի մեջ կամ Քոչարյանը։ Չէ, ես չեմ տեսնում այդ սիրուն։ Ինչ է խնդիրը, պարոն Քոչարյան։ Խնդիրը իրավականա կգտնենք լուծում, չի մասին է խոսում։ Ազգային ժողովում կայացել է առողջապահական հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունը պաշտոնում առաջադրել էր Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը։ 107 պատգամավորից փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 61-ը։ Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել, բոլորը կողմ են քվեարկել։ Նշեմ, որ Հռիփսիմե Հունանյանն աշխատել է որպես բուժքույր, չունի բարձրագույն կրթություն։ Որոշումն ընդունված է, շնորհավորում եմ Տիկին Հունանյան եւ հաջողություն մաղթում։ Մինչև այդ հնչել են ելույթներ, պատգամավորներն արձագանքել են միմյանց նախօրեի հայտարարություններին։ Պատերազմի զոհերից փարաքարի դեպքեր ու Ռոբերտ Քոչարյանի արձակուրդ, իշխանությունն ու ընդդիմությունն այսօր էլ շարունակել են մեղադրել միմյանց կատարվածի ու չկատարվածի համար։ Մելնար Վարդանյանը երեգես ամբյոնից սենց անում, ասում է, մեր խմբակցությանը դիմելով ասում է, դե կներեք էլի, որ ձեր նման երջանիկ չենք։ Կներեք, որ չենք հաշտվում Ղարաբաղի կորստի հետ, չենք հաշտվում 5000 զոհերի հետ։ Նախ ենթադրում եմ, որ Տիկին Վարդանյանը ի սկզբանե չի երջանկացրել զոհերի 3900-ը չգերազանցող թիվը եւ երջանկության համար Տիկին Վարդանյանը որոշել է այդ թիվը մեծացնել, սարքել 5000, որպեսզի իրավամբ երջանիկ զգա իրան։ Հետո երբ որ ասում եմ կներեք, որ ձեր նման երջանիկ չենք, սենց հիշում եմ էլի, որ տենց մի ամիս առաջ էր երևի TikTok-ը թերթում էինք Ռոբերտ Քոչարյանի Էգեյան ծովի կայֆերն էր սենց բերում անընդհատ, այդ դժբախտության ցուցանիշ հասկանում եք, մարդը տես դժբախտությունից գնացել էր Էգեյան ծով, տենց դժբախտ իրային եկա մի հատ, չգիտեմ, կղզու չափ ասաբնյակ ունի, ինչ ունի, այնտեղ դժբախտանում էր, էլի, տենց դժբախտանալու տեղն է իրանցը, տենց գնում են Էգեյան ծովում, մի քիչ դժբախտանում են, տենց սեփական, չգիտեմ ինչերում, գալիս են, էտա դժբախտացան մարդիկ, ասում կներեք, որ ձեր նման բան չենք, երջանիկ չենք։ Դու այդ ինչ ասելու բան է, ասենք։ Այդ ինչ ասելու բան է։ Այդ որ գալիս տեղ այդ ասում եք, պատրաստ եղեք, որ այս պատասխանը լսելու եք, կամ որ ասում եք, կներեք, որ ձեր նման երջանիկ չենք։
Այն օրն բան էի անում, YouTube-ն էի թերթում։ Տենց բերեց հայ ականավոր էստրադային երգչուհիներից մեկի, շատ հարգված երգչուհի, դեպ Սիրուշայի տեսահոլովակը։ Նորմալ տեսահոլովակ էր, անունը, եթե չեմ սխալվում, երգի Սիրտ։ Ձեր խմբակցության падգամավորը, ձեր առաջնորդի որդին Լևոն Քոչարյանը, տեսահոլովակում սիրուն նկարված, շատ սիրուն ընտանեկան զույգ, ընտանեկան երջանկություն եմ մաղթում, անկեղծ ես բան չանեք, էլ, բայց երբ որ գալիս տեղից կանգնում ասում եք ձեր նման երջանիկ չեք, ժողովուրդ ջան, էշի տեղ եք դնում դուք իրոք։ Այդ լուրջ եք ասում, ասենք, Էգեյան ծովերում կայֆերից, տեսահոլովակներում նկարվելուց, բանից հետո գալիս են ստեղ սքեմը հագնում են, սենց սքեմավորի պես, ասում է ոնց եք հանդգնում մեզ ասել, որ մենք վշտի ու ցավի չգիտեմ ինչ։ Որտե՞ղ կեղծ եք, ժողովուրդ ջան։ Ձեր ամեն ինչը կեղծ է։ Դուք զոհերի թիվը ուռճացնում եք։ Դուք ձեր դեմքին այդ Էգեյան կայֆերից հետո գալիս եք ստեղ, չգիտեմ ինչ սքեմավորի դիմակ եք քաշում սքավորի։ Իբր դուք շատ տանջվում եք, դուք շատ կեղեքված եք, դուք մտահոգ եք, դուք հեսա կարողա չգիտեմ այդ վշտից ինչ չլնեք, բայց իրականությունը այդ չի ձեր։ Ապշած եմ ձեր վերաբերմունքից։ Հանցագործությունների կրկնակի աճ։ Նայեք վիճակագրական տվյալները։ Սա ահասարսուր պատկեր է։ Ռազմոյ, կրակոցներ, գողություն, հաշվեհարդար և ամեն անգամ մենք պատկան մարմիններին ասել ուղղորդում ենք, ասում ենք, որ դուք փոխանակ զբաղվեք այդ խնդիրները լուծելով, գիտեք ինչով եք զբաղված, ընդդիմադիրներին հետապնդելով, զբաղված եք նրանով, մենք էլ մեր մաշկի վրա զգում ենք, էլի դա, տնից դուրս ենք գալի մի քանի օպերատիվ աշխատող մեր հետևից ֆռում է, ասում եք պաշտպանում է, բայց ես այդ պաշտպանվածությունը չեմ տեսնում, որպես մարդ, որը 7 անգամ մեքենան թալանել են, 2 անգամ ջարդել, մի անգամ էլ այլման փորձար։ Պարոն Քոչարյան, որ պաշտպանում են, այդ քիա տես բաներ կատարում են։ Ձեզ են պաշտպանում, մեքենան չէ, լռություն դահլիճում։ Այդ մեքենան մերն է, մենք ենք այդ մեքենայի մեջ նստում։ Մի անգամ էլ արգելակների հետ կապված խնդիր ա եղել։ Եվ այս խնդիրները ես ոչ թե իմ անձի վրա եմ ուզում կենտրոնացնել այդ ամեն ինչը, այլ ցույց տալու, որ դուք ոչ թե զբաղված եք նրանով, որ օրինակ կանչեք ոստիկանապետին, կանչեք իրապահ համակարգի ներկայացուցիչներին եւ պահանջեք, թե ոնց եղավ, որ նույն Փարաքարում 8 ամիս շարունակ պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվում, միջանձնային հարցեր են լինում։ Այդ գաղտնալսելուց լավ եք։ Բա այդ որ գաղտնալսում եք, մի հատ ձեզ հետաքրքիր չի ինչ է տեղի ունենում, ինչ է կատարվում։ Ասում եք վենդետա է, բայց վենդետան ինչի արդյունքում է տեղի ունենում։ Վենդետան տեղի է ունենում, երբ որ պետություն չկա, իրապահ համակարգը պատշաճ չի աշխատում, եւ մարդիկ զբաղված իրենք ստիպված են իրենց հարցերը լուծել այն ձևով, որը որ անընդունելի է։ Անընդունելի է։ Անընդունելի է։ Անընդունելի է։ Նախազգուշացում։ Չի կարելի, այսպես նախապես զգուշացրեցի։ Մերձավանում կատարվածին է արձագանքել մարդու իրավունքների պաշտպանը լրագրողների հարցին, արդյոք չի խախտվել Նարեկ Օհանյանի իրավունքը, ինչպես նշել է պաշտպանը, Անահիտ Մանասյանն ասել է, որ ցանկացած իրավիճակում դիմում ստանալուց հետո պարզաբանում են պահանջում իրավասու մարմիններից։ Դեպքի հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են, հրապարակային կխոսի հարցի լուծման հետ կապված։ Նախ նշեմ, ի սկզբանե, եթե խոսքը հանցագործությունների կանխարգելմանն է վերաբերում, ապա այստեղ բնականաբար մարդու իրավունքների պաշտպանը եւ պաշտպանի հաստատությունը ունեն մանդատ եւ լիազորություններ, ինչ վերաբերում է արդեն քրեական վարույթի շրջանակներում անձանց իրավունքների պաշտպանությանը, բնականաբար ցանկացած իրավիճակում, երբ դիմում ենք ստանում, պարտադիր նաեւ պարզաբանումներ ենք պահանջում իրավասու պետական մարմիններից, այս դեպքի հետ կապված
դեռևս աշխատանքները ընթացքի մեջ են, որովհետև կարծես թե նոր են այդ բոլոր հրապարակային հայտարարությունները իրականացվում, մեր կողմից համապատասխան լիազորությունների իրացման պարագայում հրապարակային եւս ես պարտադիր կխոսեմ հարցի հետ կապված, բայց մեկ անգամ եւս շեշտադրեմ, որ չափազանց կարևոր է, որպեսզի թե պետական մարմինները, այդ թվում իրավապահ մարմինները, թե նաեւ շահագրգիռ բոլոր կողմերը, այդ թվում պաշտպանության կողմը, ինչու՞ չէ նաեւ շահագրգիռ շատ այլ կողմեր նկատի ունենան, որ նմանատիպ իրավիճակներում իրապես անմեղության կանխավարկածի պահպանումը, բացի անմեղության կանխավարկածի պահպանումից նաեւ դեպքի առնչությամբ վարույթների հետ կապված տարատեսակ սկզբունքների պաշտպանություն չափազանց կարևոր է եւ կարևոր է նաեւ շատ լուրջ վերաբերել ավելորդ հայտարարություններ չանելու կամ հանրային հաղորդակցությունը շատ ավելի ճիշտ վարելու գործելակերպին, բայց այս առումով դեռևս խախտումների մասին չեմ կարող խոսել, որովհետև ընթացած պետք է կարողանանք խնդիրները արձանագրել, բացահայտել եւ հրապարակել։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է բարձրաբանել հունվարի 1-ից կենսաթոշակների հետ վճարի բարձրացումը։ Լրագրողների հետ զրույցում Արսեն Թորոսյանն անդրադարձել է հարցին, արդյոք օրենքը վերաբերում է նաեւ մարզերի թոշակառուներին։ Սա շատ կարևոր գործիք է նաև պետության այլ քաղաքականությունները առաջ տանելու համար, սֆերային տնտեսության դեմ պայքարի, երբ որ մենք անդադար խոսում ենք, որ կանխիկ առևտրի ժամանակ հաճախ չեն տպվում ՀԴՄ կտրոններ, որոնք որ նաև գեներացնում են հարկեր, որից էլ որ նաև վճարվում են կենսաթոշակները։ Եվ հետևաբար որոշումը շատ պարզ է, երբ որ արդեն կարգավորումները կլինեն եւ կառավարության նիստով կընդունվի, եւս մեկ անգամ վերջնական դրա մասին կասենք, բայց քաղաքական որոշումը ընդունված է։ Այո, կարող են լինել որոշ փոքր գյուղական համայնքներ, որտեղ որ հնարավոր է չլինեն հնարավորություններ անկանխիկ առևտրի, բայց դրանք շատ փոքրաթիվ են եւ մնացած բոլոր տեղերում այդ հնարավորությունը առկա եւ մենք նաեւ սրանով խթանում ենք, որպեսզի մեր ազգաբնակությունը ինքը նաեւ պահանջի, որպեսզի լինեն այդ անկանխիկ առևտրի կետերը, այդ պոստտերմինալները անկանխիկ առևտուր անելու համար, սա երկկողմանի շահավետ ըստ էության ծրագիր է, պետություն եւ քաղաքացի, որտեղ մեր քաղաքացիները նույնպես պետք է շահագրգռված լինեն, որպեսզի հարկեր վճարվեն պետական բյուջե, որովհետեւ իրենց կենսաթոշակները եւ նպաստները վճարվում են հարկային եկամուտներից, որոնք գնում են պետական բյուջե։ Սա կարծում եմ շատ այսպես հաղթանակ տարբերակ է եւ մենք չենք վարանում անդադար սրա մասին հիշեցնել եւ բացատրել եւ ընդհանրապես այդ հարկեր վճարելու մեր կարգապահությունը նաեւ սրանով մենք փորձում ենք ուղղել։ Այս ընթացքում Արցախյան պատերազմի մի քանի մասնակիցներ վերադարձրել են հայրենիքին մատուցած ծառայությունների համար ստացած պարգևները, մեդալները։ Նրանք հավաքվել էին կառավարության դիմաց, լրագրողների հետ զրույցում ասել են, որ չեն կարող շքանշաններն այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է։ Թուրքերի եւ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցությանը չեն հավատում։ Ի նշան բողոքի այս խայտարակության դեմ ես իմ մարտական ընկերների հետ որոշել ենք մեր ստացած շքանշանները 44-օրյա պատերազմի ժամանակ հետ հանձնենք։ Մենք այս շքանշանները ստացել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մի մասը հյուսիսային ուղղությամբ եղնիկներում մասնակցելու համար եւ մենք չենք կարող այս շքանշանները այլևս կրել այն պարագայում, երբ ամեն արժեք, ամեն գաղափար, ամեն զոհողություն, որ դրված էր այս շքանշանների հիմքում, զրոյացվել է եւ մեզ ասում են, որ դա ուղղակի չի եղել, սխալմունք է եղել։ Որ Արցախի հանձնման օրը սեպտեմբերի 19-ին ինչ էին դրան այդ լաբուբուն, այդ Վահան Կոստանյանը ստանում է հայրենիքին մատուցած ծառայությունների համար առաջին աշճանի շքանշան։ Երբ որ բացենք մեդալները, արդեն արժեզրկումը որտեղից է գալիս։ Ամեն գերատեսչական մեդալի վրա գրած է 6322, սա նշանակում է, որ ինքը 6322 երրորդն է եղել ու նմանատիպ 30-ից ավել մեդալներ ու շքանշաններ կան, որոնք ընդհանուր գումարային թիվը հասնում է 100,000-ից ավել։ Իսկ եթե այդքան արժանի մարդիկ կային, ապա ինչու ենք այս իրավիճակին։ Հարգելիս տեղեկացրեք, հետևները ծանր չի թող դուրս գան։
Այս գետնին դնելը ձեր ամոթն է։ Ձեր համակարգի ամոթն է։ Ձեր քաղաքական ղեկավարության մի խոսքով իմաստ չկա շարունակելու։ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է սրբազան պայքար շարժման առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ մյուս մասնակիցների գործով հերթական նիստը։ Նախորդ դատական նիստերից մեկում դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամիս ժամկետով երկարաձգել էր տնային կալանքը։ Բագրատ Սրբազանը 2 հարց է բարձրացրել։ Մեկը վերաբերում է մարդկանց այսպես կոչված հրապարակային գյուլելուն, մյուսը ավտոբուսը վառելուն։ Հարցերն ուղղված են եղել գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեի ղեկավարին։ Ի վերջո ավտոբուս վառելու թեման այս գործում կա թե ոչ եւ ինչին է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման, ասել է Սրբազանը։ 2 հարց եմ ես հրապարակային հնչեցրել մոտ 3 ամսվա ընթացքին։ Այդ հարցերը ուղղված են եղել գլխավոր դատախազին եւ քննչական կոմիտեի ղեկավարին։ Մեկը այն հատվածի վերաբերյալ, որ դարձել է քաղաքական թեմա, խորհրդարանի ամբիոնից իրար հերթ չտալով, զոհի կերպարանք ստացած դահիճները անընդհատ խոսել են հենց այդ 2 հոգու գյուլելու եւ 15 հոգու բանտ դնելու մասին, որը տեսակ որ բացարձակ կապ չունի որևէ թեմայի հետ։ Երկրորդը, որ անընդհատ հնչել է, ավտոբուս վառելու թեման է։ Հիմա ես հրապարակային հարցնում եմ առիթից օգտվելով այն անձանց, ովքեր հանդես են գալիս որպես մեղադրող, ում շնորհավորում եմ իմիջիայլոց, որ օրեր առաջ նաեւ կոչում ստացան, մեդալ ստացան, այո, դուք կարող եք մեզ շնորհակալություն հայտնել այդ թեմայով եւ Միքայել Սրբազանին եւ վստահ եմ նաեւ առաջիկային Սամվել Կարապետյանին։ Ուրեմն ավտոբուս վառելու թեման այս գործում կա թե չկա։ Կա։ Հա։ Ուրեմն երկրորդը ինչին է վերաբերում 2 հոգու գյուլելու, 15 հոգու բանտ դնելու թեման։ Մնացածների մասին չեմ ասում, որ թե ինչպես նենգաբար, ամբողջությամբ նենգափոխված, որտեղ ձեռք չի տվել գրել եք չի լսվում, որտեղ ձեռք է տվել փոխել եք, հələ դրանց կգանք, այդ փաստական ապացույցներին վստահ եմ դուք ասելիք ընդհանրապես չեք ունենալ, եթե մնացիք իհարկե։ Բայց իմ ասելիքը նաև հետևյալն է։ Ուզում եմ, որ ժողովուրդ նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել։ Շատ շնորհակալություն բոլորիդ։ Այստեղ է նաև Կանադայի հյուպատոսը։ Մենք տեսանք, որ արդարադատության կազմում եղած շատ մարմիններ հենց իրենք հանցագործներ դարձան եւ դրա փաստահայնն էր, երբ հրապարակվեց ուրեմն Բագրատ Գալստանյան մեր սիրելի arczepiskopos-ի խոսքը ամբողջական եւ մենք հասկացանք, որ դրանք ուրեմն շինծու կերպով կարողացել էին հանցավոր կերպով, այսինքն կարողացել էին խեղել եւ հանրությանը ներկայացնել բոլորովին այլ կերպ։ Եվ բոլոր նրանք, ովքեր կատարել էին այդ հանցանքը անպատիժ մնացել են։ Իմ ուղերձը այսօր լինելու է ողջ հայությանը, մոլորակի վրա ապրող ողջ հայությանը։ Եթե մենք մոլախոտը արմատախիլ չանենք, արդեն խեղդել է ամեն բան։ Իսկ այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մոտ 1 ամսից հանդիպում կանցկացնի Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ։ Այս մասին նա գրել է իր սոցիալական հարթակում։ Թրամփը նշել է, որ սոյայի աճեցմամբ զբաղվող ֆերմերները տուժում են, քանի որ Չինաստանը, ելնելով բանակցային պատճառներից, ԱՄՆ-ից սոյա չի գնում։ Ես Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հետ հանդիպում կունենամ 4 շաբաթից, եւ սոյան կլինի քննարկման հիմնական թեմաներից մեկը, նշել է Թրամփը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն մեծ գումար է աշխատում մաքսատուրքերի շնորհիվ եւ դրա մի մասը կհատկացվի ֆերմերների օգնությանը։ Սիրիայի պաշտպանության նախարարության պաշտոնական պատվիրակությունը գլխավոր շտաբի պետ Ալի Նասանի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա։ Պատվիրակությանը դիմավորել է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Յունուս Բեկ Եվկուրովը։ Այցը տեղի է ունենում երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև համակարգման մեխանիզմների զարգացման շրջանակներում։
Եվրամիության երկրները պատրաստվում են նոր մոտեցում որդեգրել եւ ավելի խիստ սահմանափակումներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։ Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ամփոփելով Կոպենհագենում Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի արդյունքները։ Մենք առաջարկել ենք պատժամիջոցների նոր մոտեցում։ Մենք այլևս պատժամիջոցներին չենք մոտենում աստիճանական քայլերով, այլ առաջարկում ենք շատ ավելի խիստ միջոցներ էներգետիկայի, ֆինանսական ծառայությունների եւ առևտրի ոլորտներում, ասել է ֆոն դեր Լայենը։ Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ այդ մոտեցումն արդեն կիրառվում է պատժամիջոցների 19-րդ փաթեթը կազմելիս, որն այժմ քննարկման փուլում է։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը որոշել է 76,000 ոստիկան եւ ժանդարմ տեղակայել երկրում արմիությունների կողմից կազմակերպված 250 բողոքի ակցիաների ժամանակ կարգու կանոնը պահպանելու համար, հայտնել է նախարար Բրունո Ռետայոլը։ Ներքին գործերի նախարարը նշել է, որ իշխանությունները պատրաստ են արմատական տարրերին միացնել որոշ ցուցարարների շարքերին եւ իրավապահ մարմինները մտադիր են ապահովել խաղաղ ցույցեր բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց կարծիքը առանց բռնության։ Ներքին գործերի նախարարը խոստացել է, որ իշխանությունները զրոյական հանդուրժողականություն կցուցաբերեն ցանկացած անկարգության նկատմամբ եւ որ հրահրողները անհապաղ կկալանավորվեն։ Սեպտեմբերի 19-ին Ֆրանսիայի առաջատար արմիությունները ուլտիմատում են ներկայացրել կառավարությանը, խոստանալով շարունակել գործադուլները, եթե չկատարվեն իրենց պահանջները։ Արմիությունները կառավարությունից պահանջում են հրաժարվել նախկին իշխանությունների կողմից առաջարկված բյուջեի նախագծից եւ պետական հատվածում կենսաթոշակների, սոցիալական վճարների եւ աշխատավարձերի մակարդակը 1 տարով սառեցնելու ծրագրերից։ Նրանք նաեւ դեմ են 3000 պետական ծառայողների կրճատմանը, գործազրկության նպաստների համակարգի բարեփոխմանը եւ կենսաթոշակային տարիքը մինչեւ 64 տարեկան բարձրացմանը։ Իսրայելական ուժերը կալանել են Գազա օգնություն տեղափոխող համաշխարհային անդրդվելիության նավատորմի 13 նավ եւ ձերբակալել որոշ ակտիվիստների, այդ թվում շվեդ բնապահպան ակտիվիստ Գրետա Թունբերգին։ Նավատորմը բաղկացած է 40-ից ավելի նավից, որոնց տախտակամածին գտնվում է 500-ից ավելի մարդ։ Ակտիվիստները սոցցանցերում հայտնել են, որ իսրայելցի զինվորականները ակտիվ ագրեսիա են կիրառել մի քանի նավի նկատմամբ։ Դրանցից մեկը խոյահարվել է, եւս երկուսի վրա կրակել են ջրցան մեքենաներով։ Իր հերթին Իսրայելի արտգործնախարարությունը հաստատել է, որ մի քանի նավ անվտանգ կերպով կանգնեցվել են, իսկ նրանց ուղևորները տեղափոխվել են իսրայելական նավահանգիստ։ Հունաստանում, Իտալիայում, Թունիսում եւ Թուրքիայում մարդիկ ցույցի են դուրս եկել բողոքելով նավերի կալանման դեմ։ Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծությունների եւ ռմբակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 85 պաղեստինցի։ Անկլավի հյուսիսային մասում հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, եւս 28-ը կենտրոնական մասում եւ 4-ը հարավում։ Ավելի քան 180 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոցներ։ Հաղորդվել է նաև, որ Գազայի առողջապահության նախարարությունը վերջին 24 ժամվա ընթացքում սովից 2 մահվան դեպք է գրանցել։ Մահացածներից մեկը երեխա է։ Անկլավում սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 455-ի, որոնցից ավելի քան 150-ը երեխաներ են։ Ֆիլիպիններում տեղի ունեցած 6.9 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 72-ի, 294 մարդ վիրավորվել է։ Հոկտեմբերի 1-ի գիշերը գրանցված ստորգետնյա ցնցումների պատճառով վնասվել են էլեկտրալարեր, կամուրջներ եւ բազմաթիվ շենքեր։ Հիմնականում տուժել է Սեբուի նահանգը, որտեղ աղետի դրություն է հայտարարվել։ Սեբու կղզում տեղի ունեցած երկրաշարժը ամենամահացունը 2013 թվականից ի վեր, երբ 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով զոհվել էր 222 մարդ։ Ֆիլիպինները գտնվում է Խաղաղ օվկիանոսյան հրե օղակի վրա։ Երկրում տարեկան գրանցվում է ավելի քան 800 ցնցում։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Եվ եղանակ լավ լուր ունի Գագիկ Սուրենյանը։ Առաջիկա օրերի եղանակը կտրուկ կտաքանա, սպասվում է արևոտ եւ սակավ տեղումներով հոկտեմբեր։
Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, վերջին 2 օրերին Սևծովյան ցիկլոնի գործունեության պայմանավորված հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը զգալի նվազել է, մի շարք շրջաններում տեղումներ են, բայց մենք ձեզ համար ունենք շատ լավ լուր։ Վաղվանից սկսած հոկտեմբերի 3-ից այդ ցիկլոնը ամբողջությամբ դուրս կգա մեր տարածաշրջանից, իր տեղը զիջելով հարավ-արևմուտքից արևադարձային լայնություններից ներթափանցող տակոթային հոսանքներին, եւ հոկտեմբերի 3-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մեր երկիրը գտնվելու է այդ տակոթային հոսանքների ազդեցության գոտում, ինչի արդյունքում այսօրվա համեմատ հանրապետության ողջ տարածքում օդի ջերմաստիճանը աստիճանաբար ցերեկային ժամերին բարձրանալու է մոտ 8-ից 10 աստիճանով։ Նաև ուզում եմ հիշեցնել, որ հոկտեմբեր ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվել է օդի ամսական միջին ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս, ինչը նշանակում է, որ մեզ սպասվում է տաք եւ սակավատեղում հոկտեմբեր։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ թողարկումից վայրկյաններ անց վերլուծությունը, բաց չթողնեք, իսկ ես հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։